Մեքենաների մի քանի սերունդներ կա, որոնք միմյանցից տարբերվում են տեխնոլոգիաների զարգացման փուլերով։ Առաջի մեքենաների վրա անալոգային էր ամեն ինչ, այսինքն ամեն լամպին գնացող հոսանքը մի հատ լար էր պահանջում, միացնելիս անջատիչից ուղիղ լամպին գնացող լարով։ Երկրորդ փուլը զարգացման, որ ծրագրային բլոկներ ներդրվեցին, որոնք միմյանց հետ աշխատում էին թվային կապով, կապի միջոցով։ Առաջի այդ թվային կապի համակարգը կամ լայնն էր, կամ ամեն մեկը իր համար հնարած ուներ թվային շիֆրացիա, դեշիֆրացիա, որոնցով բլոկները միմյանց միացած լարերի քանակ էին խնայում։ Եթե ղեկավարման բլոկ կար կոմֆորտ բլոկ, միացնելու անջատիչը կոնկրետ մեկ լարի միջոցով մի քանի ֆունկցիայի հրահանգ էր ուղարկում բլոկին, բլոկը իր հերթին կատարում էր որ ֆունկցիան պետք է, այդտեղ խնայվում էր մետաղ, հաղորդալար։ Դրա հաջորդ տեխնոլոգիան արդեն քան շինան ծրագրային շինայա երկու լարի միջոցով փոխանցվող ինֆորմացիա։ Ինչու է երկու լար, ոչ թե մեկ։ Քանի որ հնարավոր էր մեկ լարի միջոցով խնդիրները առաջանար, այսինքն ուղարկված ինֆորմացիոն պակետը ոչ մի կերպ չէր ստուգվում, քան շինայում հնարվեց այս տեսակ, որ ֆիզիկապես վնասվածքի դեպքում երկու լարերից երկուսն էլ նույն ինֆորմացիան միաժամանակ փոխանցում են, ուղղակի մի տարբերությամբ, մեկը կոչվում է քան high, մյուսը քան low, ֆիզիկապես վոլտաժի վիլիչինայի հետ է կապված, քան high-ը աշխատում է 2.5-ից մինչև 5 վոլտ, քան low-ն 2.5-ից 0, ու high-լիա նման նույն ինֆորմացիայի օսցիլոգրաման մեկը վերև է տալիս, մեկը ներքև, մեկը մյուսին ստուգում է, կա խնդիր ֆիզիկապես, թե չկա։ Թեորիապես մեկ լարով հնարավոր էր կազմակերպել, երկրորդ լարի ամբողջ իմաստը, որ ստուգի ամբողջականությունը շղթայի։ Քան շինան հիմնականում